Դուք ասում եք Թրամփը ատում է, հարցազրույցներից մեկում ասել եք, Թրամփը ատում է Եվրամիությանը, թշնամի է համարում, ուզում է Եվրոպան ռուսական մուրճի տակ մնա, վախի մեջ պահի։ Ինչով է ըստ ձեզ պայմանավորված նման վերաբերմունքը Թրամփի։ Դե խորը հոգեբանական եւ այլն չխորանանք, զուտ քաղաքական տնտեսական, հա։ Նախ մարդը չի տակցնում։ Այդ արտահայտությունը մի ամեն ճարժ ասում է Եվրոպական միությունը ստեղծվել է մեզ խաբելու համար։ Այդպես մենք ճշտամական կառույցի մասին կարող ենք։ Դուք կարող եք ասել Եվրոպական միությունը պարկեշ չէ առևտրային հարաբերություններում կամ բան, բայց երբ որ ասում ես ձեր ստեղծվել է արդեն ճշտամական քայլ էր, ճշտամական դու ուզում ես, որ այդ process-ը գնա հետ եւ չլինի Եվրոպական միությունը։ Իրենք չեն էլ թաքցնում։ Վենսը իր հայտի Փարիզի եւ Մյունխենյան ճառերը դա ինչ էր, օրինակ Ռումինիայի մասը շատ հետաքրքիր էր։ Ասում է այո, պարզ է, որ դրսից է Ռումինիա, այդ Ջորջեսկոյին սարքում էին, որ դարձնեն Ռումինիայի նախագահ, բայց դուք չպետք է դիմադրեք։ Որովհետեւ դուք պիտի այդպես հանգիստ լուծարվեք։ Դուք դիմադրելու իրավունք չունեք։ Դուք ձեզ դեմոկրատ եք անվանում։ Ճակերտավոր իհարկե այստեղ մեծ բոլոր հակադեմոկրատները իրենք այդպես են, չէ՞, բանանում ասում են։ Ուրեմն ասեք պիտի բանանես։ Լինես թուլական, թուլամորթ, թույլ, քեզ պետք է կան գրավեն։ Եվ հարցը ինչ է այլ ընտրանքը Եվրամիության դեմ է, ասում է որ պետք է դուրս գա Գերմանիան Եվրամիությունից։ Եվրոյից առաջնահերթ, հետո արդեն Եվրամիություն։ Ոնց եղավ որ Թրամփը, Վենսը եւ Մասկը հայտարարեցին որ այլ ընտրանքը պետք է հաղթի։ Ուրիշ այլ նպատակ կա, քան Եվրոպական միության լուծարումը կամ գոնե որպես առաջի փուլ Եվրոյի ոչնչացումը։ Հիմա կարելի ասել ինչու։ Այստեղ կա գաղափարական աշխարհայացքային պահ, որ այն ծայրեղ աճ որոշ դեպքերում ուղղակի նեոֆաշիստական խմբերը, որոնք Թրամփի շուրջ են պատտվում, իրենք դիտարկում են Եվրոպան որպես այդ լիբերալ եւ մարքսիստական վարակի տարածող։ Որ այ իրենք ամերիկացիները ադաթով տպավորություն է որ երևանցիներ են այդ բաներ էլի Երևանում է ադաթով ընտանիք բան մեր համար ապրում ենք այդ կեղտոտ բաները հնարում են այդ բոլոր տրանսգենդեր բաներ սեռական փոքրացություններ հանդուրժողություն ներառականություն դրանք մերը չեն դրանք բոլորը բերված են այդ դրա համար մենք դրանցից պետք է որքան կարողանանք հեռանանք Երկրորդը պետք է այնպես անենք, որպեսզի իրենք այնքան թույլ լինեն, որպեսզի այդ գաղափարները չմտնեն մեր։ Դա գաղափարական կողմն է։ Իհարկե, ես չեմ ասում, որ նա առաջնային է, բայց նա ակնհայտ է, դուք կարող եք մի քանի անուն տալ իրենց գլխավոր գաղափարախոսների, կարդալ իրենց հոդվածները, գրքերը բաց տեքստով այդ ամեն ինչը գրված։ Օրինակ բանանը, օրինակի համար, Յարվինը, բաց տեքստով։ Հիմա Երկրորդ մասը, արդեն կարևոր առաջնային տնտեսական մասը։ Ակնհայտ է, որ երբ որ Ամերիկան գնում է մեկուսացման ճանապարհով եւ ամբողջ աշխարհից իր ներկայությունը նվազեցնում է, ապա Չինաստանը եւ Եվրոպական միությունը այն երկու գլխավոր կենտրոններն են, որ դրանց կօգտվեն։ Որտեւ իրենք հզոր են եւ այլն կազմակերպված է, կա 5, կա 1000 մի հարց կա։ Եվ դոլարի արժեքը աշխարհում ես այստեղ չսխալվասի դա նկարված թուղթ է, չէ, որտեղ դա Ամերիկան է հետևում կանգնած։ Ուրեմն եվրոն կարող է դառնալ շատ ավելի կայուն տարադրամ օրինակի համար, քան դոլարն է։ Ինչը պետք անել։ Ոչ թե չվարել են քաղաքականությունը, որ անում է Թրամփը, որտեղ իրենք գտնում են, որ իրենք շատ ճիշտ քաղաքականություն են վարում։ Այլ հնարավոր մրցակիցներին է պետք է ծնկի իջեցնել։ Պետք է եվրո չլինի։ Պետք է եվրո չլինի։ Ոչ թե որ դոլարը մրցի եվրոյի հետ եւ ավելի ուժեղ լինի, իրենք չեն ուզում դա այդ մրցակցությունը իրենց բան չի։ Եվրո չի լինի, խնդիրը չի լինի, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը համատած առանձին Ֆրանսիայի, համատած առանձին Գերմանիայի, համատած առանձին Մեծ Բրիտանիայի եւ այլն ինքը հզոր է, մրցունակ է, բայց միասնական Եվրոպան դա արդեն հավասարների պայքար է դառնում։ Որոշ հարցերում Եվրոպան արժևում է, որոշ հարցերում Միացյալ Նահանգները։ Դրա համար տրամպիստները գտնում են, որ իրանք ոչ միայն պետք է Եվրոպայից հեռանան, այլ նաև սորքերը դուրս գան, ՆԱՏՕ-ի կառուցվածքները, ներկայությունը եւ այլն, soft power-ը կամաց պետք է դուրս գա։ Բայց Եվրոպական միությունը որպես միասնություն թողնելը շատ վտանգավոր է,
որովհետև իրենք դուրս կգան, հետո 5 տարուց կպարզի, որ Եվրոպական միությունն է աշխարհի կենտրոնը, գեգեմոնը, բոլորը գալիս են դեպի այդ Եվրոպա, չէ, չի կարելի դա թույլ տալ։ Իրենք այդպես են մտածում։ Դա իրենց արմատները ուրացած մարդիկ են, որոնք բոլորը Եվրոպայից են, իրենց արմատներով, ոմանք երկրորդ սերունդ ամերիկացի են կամ առաջի սերունդ ամերիկացի են, բայց մոլերանդորեն ատում են մայր հայրենիքը կոպիտ ասած, իրենց հայրենիքները եվրոպական։ Օրինակ Տրամպը, մենք գիտենք, որ գերմանա շոտլանդական ցակում ունի, իր մայրը ծնվել է Շոտլանդիայում։ Հիմա երկրորդը, լավ, իսկ ով մեզ կօգնի, որպեսզի մենք այդ եվրոպական միությունը լուծարենք։ Կա երկու դաշնակից։ Մեկը դա ներքին եվրոսկեպտիցիզմն է, ոչ թե պարզապես եվրոսկեպտիկ, մարդը իրավունք ունի լինել եվրոսկեպտիկ եւ չհավատալ այդ ամեն ինչին, այլ մեր կողմից ուղղորդվող։ Տրամպը Մասկը բացահայտ կերպով փող է առաջարկում, օրինակ Նայջելին Բրիտանիայում։ Այլընտրանքին աջակցություն է առաջարկում բոլոր նրանց, ով որ կպայքարի Եվրամիության դեմ, այսինքն ներքին դաշտ ստեղծել, դա ինձ հիշեցնում է Կոմինտեռնը, սովետական միության կողմից, ստեղծել մի հատ բան մասկինտեռն, որը կպայքարի միասնական Եվրոպայի դեմ եւ աջակցել եւ փող տալ, դե խոսքը գնում է աշխարհի ամենահարուստ մարդու մասին, որը իր հիմարությունների պատճառով 50 միլիարդ դոլար է կորցրել այս օրերին, բայց դեռ աշխարհի ամենահարուստ մարդն է, որովհետեւ հասկանանք։ Ուրեմն եւ երկրորդը Ռուսաստանն է շատ կարևոր։ Ինչի է պետք ուկրաինացիներին ստիպել զիջել ռուսներին, ինչի պետք է խանգարել ոչնչացնել ծնկի իջացնել Ռուսաստանը, ինչի պետք է խանգարել, որպեսզի լուծարվի Ռուսաստանը եւ բաժանվի կտորների։ Եթե սկզբում կար մենակ մի նպատակ, որովհետեւ Չինաստանը դրանից կօգտվի եւ Թուրքիան, ապա տրամպիստների մոտ մի նոր նպատակ է առաջացել։ Դա կլինի այն մահակը, այն բանը, որը կանգնած կլինի Եվրոպայի շեմին եւ անընդհատ վախ, այն ինչ որ Ադրբեջանը անում է մեզ։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նպատակները այդ հարցում համընկնում են։ Այո, դա կնայդ է։ Ինչ է։ Եկեք այսպես ասենք, որպես ինձ մենք ամերիկահայերը շատ ամ չնեղանան։ Դոնալդ Տրամպի եւ իր շրջապատի պատկերացումները համընկնում են Պուտինի պատկերացումների։ Շատ բարի, եւ այստեղից բխում է հաջորդ հարցը, ինչ է Ուկրաինան Թրամփի համար այդ դեպքում։ Ինչ է Ուկրաինան եվրոպացիների համար, ինչ է Ուկրաինան Թրամփի համար։ Այն է, ինչ որ Հայաստանն է ռուսների համար, այն ինչ որ պետք է տալ թուրք-ադրբեջանական տարներին, որպեսզի ինչ որ ստանալ արդյունքներ իրենց համար։ Ուկրաինական պատերազմի նախորդին։ Ուկրաինան դա այն բանն է, ապրանքն է, որը պետք է հանձնել ռուսներին, որպեսզի ստանալ ռուսների լոյալությունը եւ ռուսների ատելությունը, կռիվը, պայքարը ուղղված լինի բացառապես Եվրոպայի դեմ։ Սա բացի բարոյական կողմը մի կողմ թողենք, սա շատ վտանգավոր պլան է, որովհետև այդպես ասում էին արեք Հիտլերին, բան անենք, գոհացնենք, կերցնենք, խմսնենք, ինչ ուզում է տանք, որ նա մեզ համար պայքարի սովետական միության եւ բոլշևիզմի դեմ։ Եվրոպան, ամբողջ Եվրոպան ասպատակեց։ Բոլորին ծնկի իջեցրեց, բացի 2-3 չեզոք երկրներից եւ Բրիտանիայի, որը հերոսաբար կարողացավ մենակ դիմանալ։ Հետո նոր հարձակվեց, հարձակվեց, բայց հետո նոր հարձակվեց սովետական միության վրա։ Այնպես որ նույնը այսօր Հիտլերին, այսօրվա Հիտլերին, Պուտինին, ասում են, չէ, Պուտլեր։ Հիտլերին գոհացնելու այդ քաղաքականությունը Ամերիկայի եւ նրա դաշնակիցների համար, չգիտեմ, դրանք մնալու են աշխարհի 30 թե չէ, օրինակ Իսրայելը։ Հա, շատ վատ հետևանքներ է ունենալ։ Շատ վատ հետևանքներ է ունենալ։ Սա արկածախնդրական քաղաքականություն։ Ինչ է Ուկրաինան եվրոպացիների համար, Եվրոմիության, եվրոպացիների համար։ Նախ Եվրոպա է։ Եվրոպայի համար։ Եվրոպայի համար Ուկրաինան Եվրոպա է։ Եվ եթե մենք հետ ենք գալիս եւ տեսնում ենք, որ Թրամփը ատում է Եվրոպան, նախ Եվրոպայի, երկրորդը պատնեշ է հորդայից, Տափաստանից, այսինքն տվյալ դեպքում դա Ռուսաստանն է։ Ռուսաստանը ինքը եղել է պատնեշ Տափաստանից եւ հորդաներից Եվրոպայի համար դարերով, բայց այսօր ինքն է դարձել հորդա, այսինքն իրենից է պետք պաշտպանվել։ Եվ Ուկրաինան
ուկրաինացիները կարող են դառնալ համաեվրոպական բանակի հալալ կեսը։ Զուտ քանակով պատրաստ են։ Իրենք պատրաստ են ունենալ ամենաուժեղ բանակը Եվրոպայում։ Եվ դա այն բանը, որ Ուկրաինան ոչ մեկում չի սպառնում, ոչ մեկի վրա չի արձակվում, եւ դա ուղղված է լինելու մի բանի վրա։ Թրամփը դա տեսնում է, ճիշտ է։ Իհարկե։ Թրամփը թույլ կտա, որ այդպես լինի։ Թրամփը հիմա Կխոչընդոտի։ եթե իր խոչընդոտի, իր թույլ տալով լիներ, հիմա նայում ենք, իրենք Գերմանիայում ընտրություններ էին սարքում, տեսանք արդյունքները։ Ասենք, իրենք կանադացիներին ուզում էին, մտածում էին ինտելիգենտ բան, կանադացիներեն մի հատ փրկ կանեն, ծնկի կիչնեն բոլորը, հիմա բան է, հիմա կանադացիները այդ elbow up-ը ընկել են մեջտեղ եւ ասեն, որ կանադական նացիոնալիզմը ինքն արագ է աճում, որ դա կարող է նույնիսկ խնդրեմ դառնա։ Երբ որ այդ հայտնի կռվից հետո Բրիտանիայում, Լոնդոնում միապետը, որը նաեւ Կանադայի միապետն է, միջալոց, իրեն ընդունում է որպես հերոս։ Երբ որ բանը ձերքերն են համբյուրում, տեսել եք այդ վետերանի կադրերը Նորմանդիա օպերացիայի, հա, այդ որ մտան Նորմանդիա բանը դաշնակիցները վետերան կա, կենթանի, 100 տարեկան է, երբ որ Տրյուդոն չի ճանաչում, Տրյուդոն ասում է, ես սայլակով եմ մարդը 100 տարեկան է, չգիտեմ ինչքան, ես Կանադայի վարչապետ Տրյուդոն եմ, գլխով է անում, բա։ Իսկ էլ ասում է, ես Զելենսկին եմ, ձեռքն է փորձում համբյուրել։ Դա հասկանում եք ինչ է եվրոպացու ընդհանրապես քաղաքակիրթ այդ աշխարհի համար ով է Զելենսկին։ Հարցը նա դու կարող եք սիրել, չսիրել, հիշեք որ նկատակ երկակի, դա ամիջը ծիծաղելի խոսակցություններ են։ Որտեղ մի անեկդոտ կա, ես իհարկե այդ կոպիտ դա չեմ կարող ասել, անեկդոտ չէ, ընդհանուր մի նախադասություն է, որ զվարճալի է, որ KVN-ի թիմի կապիտանը ծնկի է իջեցնում FSB-ի փոխգնդապետին։ Հասկանում եք, դե նմանակում է արդեն նրա այդ նմանակը, ինչքան ուզում է արամարեն ծաղրեն։ Ամենայն դեպս Զելենսկին հիմա բանակցում է Թրամփի հետ, ոչ թե նույն, ասենք թե Մակրոնի, դա։ Զելենսկին Մակրոնի հետ բանակցելու ոչինչ չունի, իրեն կանչեցին, պայմանավորվեցին, ընդհանուր գծերը նշված են, ասենք ինչ բանակցես մեկի հետ, որը քո կողմից է, ասենք մենք ասենք, չգիտեմ, ասենք բելարուսները ռուսների հետ բանակցում են, թե ինչպես պետք է Եվրոպային վերաբերել։